2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցավ մի դեպք, որին հավատալն անգամ դժվար է։ 16-ամյա դեռահասը մահացավ սեփական ավտոմեքենայի մեջ մի անհավանական թվացող ու ցավալի պատահարի հետևանքով։ Սա եզակի դեպք է իր տեսակով։ Նման բան նախկինում երբեք չի արձանագրվել։ Այս դեպքը ամբողջ երկրում մեծ արձագանք գտավ, բացահայտելով, թե ինչպես կարող է մարդկային անուշադրությունը եւ տեխնիկական անսարքությունը ճակատագրական դառնալ։ Եվ այսպես 2018 թվական ապրիլի 10 Միացյալ Նահանգներ, նահանգ Օհայո, քաղաք Սինսինատի։ 16-ամյա դեռահաս Կայլ Փլուշը պատրաստվում է գնալ դպրոց։ Թվում է սովորական օր է, ինչպես միշտ։ Տղան, բացի սովորելը, շատ էր սիրում խաղալ թենիս, եւ ահա ավելի ուշ սա լինելու է ճակատագրական մի օր նրա համար, որը մի մեծ աղմուկ է բարձրացնելու ոչ միայն տվյալ նահանգում, այլ գրեթե բոլոր նահանգներում։ Կեսօրին դասերի ավարտից հետո Կայլը որոշում է մնալ եւ ընկերների հետ խաղալ թենիս, ինչպես միշտ։ Նա գնում է ավտոմեքենայից վերցնի իր սպորտային համազգեստն ու թենիս խաղալու պարագաները, որը կայանված է դպրոցի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Նա ասում է ընկերներին, որ կվերադառնա մի քանի րոպեից, բայց ոչ ոքի մտքով անգամ չի կարող անցնել, որ նա մեքենայից ողջ դուրս չի գալու։ Ավտոմեքենան 2004 թվականի արտադրության Honda Odyssey minivan է։ Տղան բացում է կողային սահող դուռը եւ վերցնում իր սպորտային համազգեստը, իսկ թենիսի ռակետը եւ սպորտային կոշիկները դրված են բեռնախցիկում։ Նա որոշում է ներսից դրանք վերցնել բեռնախցիկը բացելու փոխարեն։ Երբ Կայլը փորձում է այն վերցնել, վերջին շարքի նստատեղը, որը սովորաբար կողպված է լինում, այսօրը ճակատագրի բերումով այն կողպված չի լինում, եւ երբ Կայլը կրանում է վերցնելու իրերը, հանկարծ այն ծալվում է եւ նրան սեղմում բեռնախցիկի դռանը։ Տղան ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ այս անհարմար վիճակից, ծանրաբեռնվածությունը դժվարեցնում է շնչառությունը։ Տեսնելով ոչինչ չի ստացվում, նա սկսում է բղավել, հույս ունենալով, որ անցորդներից ինչ-որ մեկը գուցե լսի կամ տեսնի նրան, բայց անարդյունք, ոչ ոք չի լսում նրա բղավոցները։ Պատուհանները փակ են, իսկ ետևի հատվածի ապակիները փոքր-ինչ մուգ, ոչ ոք չի լսում եւ չի տեսնում նրան։ Բջջային հեռախոսը գրպանում է, այն անհասանելի է ձեռքերին, բայց տղան չի հանձնվում եւ այնուամենայնիվ գտնում է միջոց զանգահարելու։ Նա Siri հեռախոսային ծրագրի միջոցով, որն աշխատում է ձայնային հրահանգի միջոցով, մի քանի րոպե անց ժամը մոտ 15:00-ի սահմաններում կարողանում է զանգահարել 911 արտակարգ իրավիճակների ծառայություն եւ օգնություն խնդրում։ Նա հայտնում է իրավիճակը, ահա մի հատված իրական հեռախոսազանգից։ Ամբողջական զրույցը ես չեմ տեղադրել, քանի որ այն բավական ազդեցիկ կարող է լինել։ The Seven Hills what parking lot? Where are you? Can you hear me? Yes. That's the Seven Hills parking lot. I set up in my garage. Hello. Where are you? I can't hear you. I'm in desperate need. Ինչպես ցույց է տվել հեռախոսազրույցը, Կայլը չի կարողանում օպերատորին լավ լսել, իհարկե հասկանալի պատճառով, իսկ կապն այնքան էլ լավը չէ, բայց նա կարողանում է հստակ ասել օպերատորին իրավիճակը, իր գտնվելու կոնկրետ վայրը, մեքենայի տեսակը, գույնը եւ պետհամարանիշը։ Բայց ինչ-ինչ պատճառներով օպերատորը կարծես լավ չի կարողանում հասկանալ եւ լսել տղային, եւ րոպե անց զանգն անջատվում է։ Կայլը ամեն կերպ փորձում է դուրս գալ այս անհարմար վիճակից, բայց ոչինչ չի ստացվում։ Ձեռքերը օդի մեջ են եւ չեն հասնում որևէ բանի, ինչից կարող էր ետ հրել իրեն։ Նստարանը գնալով ավելի ու ավելի ուժեղ է սեղմում կրծքավանդակին, այդ կերպ դժվարեցնում շնչառությունը։ Նա կարելի ասել գտնվում է մահացումի ծուղակում սեփական ավտոմեքենայի մեջ։ 30 րոպե անց տղան երկրորդ անգամ է զանգահարում 911։ Այս անգամ նրան պատասխանում է մեկ այլ օպերատոր։
Կայլի ձայնը ավելի թույլ էր, նա արդեն հազիվ էր շնչում, բայց կրկին կարողանում է հստակ բացատրել իր գտնվելու վայրը եւ ասում, որ սա կատակ չէ, ես փակվել եմ իմ մեքենայի մեջ, ինձ շտապ օգնություն է հարկավոր։ This is not a joke. This is not a joke. I'm trapped inside my gold Honda Odyssey van in the Southwood parking lot of Seven Hills Theft. Send officers immediately. Օպերատորը լսում էր նրան, սակայն կապը վատ է, բարբերաբար կտրտվում էր։ Որոշ տեխնիկական խափանման պատճառով համակարգը ճիշտ չի մշակում ձայնային տվյալները եւ ավտոմատ կերպով չի որոշում զանգահարողի ճշգրիտ գտնվելու վայրի կոորդինատները։ Այս ամբողջ տեխնիկական խնդիրների պատճառով օպերատորը չստանալով հստակ ազդանշան սխալ է գրանցում հասցեն համակարգում։ GPS համակարգը քարտեզի վրա ցույց չի տալիս, թե կոնկրետ որտեղից է զանգը գալիս։ Ոստիկանները անմիջապես ուղարկվեցին որոնման, սակայն հայտնվեցին դպրոցի հարակից այլ ավտոկայանատեղիում։ Տեխնիկական խափանման պատճառով օպերատորները նույնիսկ չէին տեսնում, թե որքան մոտ են ոստիկանները Քայլին։ Որոշ ժամանակ որոնումներից հետո, երբ ոստիկանները չհայտնաբերեցին տղայի մեքենան, նրանք մի պահ կարծեցին, որ ինչ-որ մեկը որոշել է չարկատակ անել։ Նրանք վերադառնում են։ Այդ ընթացքում Կայլը արդեն 1 ժամից ավելի պայքարում է, մնալով իր մեքենայի մեջ մահացու ծուղակում։ Կայլի հեռախոսից այլևս չի կատարվում ոչ մի զանգ, եւ այսպես անցնում են ժամեր։ 5 ժամ անց երեկոյան ժամը մոտ 8-ի կողմերը ծնողները սկսեցին անհանգստանալ իրենց տղայի համար։ Նա ոչ դպրոցից է վերադարձել, ոչ էլ զանգահարել։ Հայրը Ռոն Փլուշը անհանգստացած գնաց դպրոց, ճանապարհին անընդհատ զանգահարելով իր որդուն, բայց պատասխան չկար։ Նա գնաց դպրոցի ավտոկայանատեղին եւ տեսավ իրենց կայանված Honda Odyssey մեքենան։ Երբ նա մոտեցավ մեքենային, նկատեց, որ այն փակ է, բայց ներսում ինչ-որ բան կա։ Նա բացում է կողային սահող դուռը եւ տեսնում մի սարսափելի տեսարան, որը մինչև իր կյանքի վերջին օրը հիշելու է։ Նա տեսավ իր որդուն գլխի վայր շրջված վիճակում, սեղմված ետևի նստարանի եւ բեռնախցիկի դռան արանքում։ Կայլը չէր շնչում։ Հայրը անմիջապես կանչեց ոստիկանություն եւ շտապօգնություն։ Երբ փրկարարները եկան, ուշ էր։ Բժիշկներն արձանագրեցին նրա մահը։ Մահվան պատճառը շնչահեղձություն, թթվածնի անբավարարություններ։ Այս դեպքը ցնցեց ամբողջ նահանգը, լուրերը տարածվեցին ամբողջ Միացյալ Նահանգներում։ Իսկ շատերը հարցնում էին, ինչպես է հնարավոր, երբ տղան 2 անգամ զանգահարի արտակարգ իրավիճակների ծառայություն, հայտնի իրավիճակը, հստակ նշի գտնվելու վայրը, մեքենայի գույնը, մոդելը, պետհամարանիշը, բայց ոչ ոք այդպես էլ նրան չգտնի։ Քննությամբ պարզվեց, որ ոստիկանները 2 անգամ եղել էին դեպքի վայրում, բայց Կայլի մեքենան չէին տեսել։ Նրանք պարզապես շրջել էին տարածքում մակերեսորեն առանց մտնելու ամբողջ ավտոկայանատեղին։ Ավելի ուշ տեսախցիկների կադրերը ցույց տվեցին, որ նրանք 2 անգամ անցել են Կայլի մեքենայի մոտով ընդամենը մի քանի մետր հեռու, բայց չէին նկատել։ 911 ծառայության հերթապահ օպերատորներից մեկը Էմբեր Սմիթը Կայլի հետ խոսակցության ընթացքում ինչ-ինչ պատճառներով կասկածել էր, որ տղան իրոք կարող է լուրջ վտանգի մեջ հայտնվել կայանված վիճակում գտնվող իր սեփական ավտոմեքենայի մեջ։ Նրա ձայնը թուլանում էր, խոսքը ընդհատվում, եւ օպերատորը կարծում էր, թե դա կարող է լինել չարկատակ կամ սխալ զանգ։ Արդյունքում նա համակարգում չնշեց դեպքի ամբողջական տվյալները։ Հետաքննությունը հետագայում բացահայտեց ճշմարտությունը։ Կայլ Փլուշի մահը պատահականություն չէր։ Դա մարդկային անուշադրության եւ տեխնիկական մի շարք թերությունների խառը արդյունք էր։ Համակարգը քարտեզի վրա ցույց չտվեց նրա ճշգրիտ գտնվելու վայրը։ Դեպքից հետո քաղաքապետը եւ ոստիկանությունը հրապարակավ ներողություն խնդրեցին Կայլ Փլուշի ընտանիքից։ Արդյունքում երկու աշխատակից ազատվեց պաշտոնից ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար, իսկ մի քանիսը ստացան պաշտոնական նկատողություն։ Սակայն ամենակարևորը, այս դեպքը փոխեց ամբողջ համակարգը։ Քաղաքում արտակարգ իրավիճակների ծառայությունների համակարգը լիովին արդիականացվեց։ Ներդրվեցին նոր թվային հարթակներ, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում հայտնաբերել զանգահարողի ճշգրիտ գտնվելու վայրը
նույնիսկ եթե նա չի կարող խոսել։ Իսկ բոլոր օպերատորները անցան հատուկ վերապատրաստում նման սխալ երբեք չկրկնելու համար։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։